Ես Նավասարդյան Հայկն եմ, ծնվել եմ 1997 թվականին Երևանում։ Դպրոցը ավարտելուց հետո 2014 թվականին ընդունվել եմ ազգային պոլիտեխնիկական համալսարան միկրոէլեկտրոնային ինժեների մասնագիտությամբ։ Համալսարանում սովորելու ընթացքում նաև սովորել եմ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, որը հետո նույնպես վերանվանվեց համալսարան, զուգահեռ եմ սովորել եւ այդպիսով բարձրագույն կրթության բակալավրի կոչումը ստանալուն զուգահեռ ստացել եմ նաև սպայական կրթություն եւ լեյտենանտի կոչումով գնացել եմ ծառայության։ Պոլիտեխնիկում սովորելու ընթացքում նաև որպես ինժեներ աշխատել եմ Synopsys Armenia կազմակերպությունում։ 2018-ից մինչև 20 թվականները ծառայել եմ Ասկերանի գնդում որպես դասակի հրամանատար։ Դրանից հետո շատ հետաքրքիր ստացվեց, որ օգոստոս ամսին զորացրվել եմ ավագ լեյտենանտի կոչումով եւ սեպտեմբեր ամսին պատերազմը արդեն սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Այդպիսով ես արդեն զորացրված էի, բայց ընդհանրապես չէի դիտարկում որևէ տարբերակ, որ ես չվերադառնայի զորքեր եւ չմասնակցեի պատերազմին, եւ ամենաառաջին հարմար տարբերակը պատերազմին մասնակցելու եղավ արդեն ինձ մտերիմ ընկերների հետ, ովքեր որոշակի խումբ ունեին, իրար հետ մարզված էին, իրանց միացա եւ Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի կազմով հատուկ նշանակության հետախուզական վաշտի կազմում ավելի կոնկրետ գնացինք սեպտեմբերի 28-ին շարժվեցինք, այդ օրը զենքեր ստացանք, մնացինք այստեղի Քանաքեռի զորամասում, որից հետո շարժվեցինք, գնացինք արդեն ինձ շատ հարազատ Ասկերանի գունդ։ Երևի սեպտեմբերի 30-ին գնացել ենք Եղնիկների եւ Մատաղիսի արանքում կան Վահե 1, Վահե 2, Վահե 3 կամուրջները, գնացել ենք այդ կամուրջները ամրացնելու, այդ կամուրջների հատվածը պաշտպանելու։ Հոկտեմբերի 3-ից սկսեցինք նկատել Մատաղիսի զորամասի նահանջը, այսինքն առաջին մարդիկ սկզբում եկան մեզ մոտ, որ սկսեցին պատմել, որ ամեն ինչ շատ վատ է, այնտեղ շատ զոհեր ունենք, շատ վիրավորներ ունենք եւ այլն, ու դա տևեց մի ամբողջ գիշեր, անդադ նոր ստորաբաժանումներ սկսեցին գալ, մեքենաներով, ոտքով, իրար խառնված, ինչ որ անհասկանալի վիճակով։ Այդպես լուսացրեցինք ու նույնիսկ, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ Եղնիկների զորամասից ինչ որ ստորաբաժանումներ այդ հոսքի տակ ընկնելով դուրս էին եկել իրանց դիրքերից, ասում էին դե վերջ, ու շատ հետաքրքիր մի հատ բան, որ հավանաբար շատերն են նկատել պատերազմի դաշտում ու շատ կարևոր է դա իմանալը եւ դրան ուշադրություն դարձնելը։ Մենք գտնվում էինք փակ համակարգում, այսպես ասած, այսինքն այդ Վահե 2 կամուրջի մոտ էի ես։ Այդ համակարգում արտաքինից ինֆորմացիա շատ քիչ էր գալիս կամ չէր գալիս։ Ու հանկարծ ես նկատեցի, որ շատերը սկսել են խոսել նրա մասին, դա դեռ հոկտեմբերի 4-ն էր, էլի լույսը նոր էր բացվում, շատերը սկսել էին խոսել նրա մասին, որ պատերազմը ավարտվել է, մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք sense տարածքներ, հիմա արդեն վերջ, ոչինչ չունենք անելու։ Ես դա վերագրում եմ նրան, որ մարդը շատ բնական ձևով իր ներսում ունի վախեր եւ երբ որ ինչ որ կարճելու տեղ է առաջանում, որ կարող է հիմա բարոյական է, հիմա արդար է, որ ես լքեմ այս տարածքը, դրան մարդը ավելի հեշտ է հավատում, քան նրան, որ չէ, կռիվը շարունակվում է, մենք խնդիր ունենք, մենք մեր խնդիրն ենք կատարում եւ այլն։ Բայց բարեբախտաբար մեր ստորաբաժանումը մնացել է տեղում, իր խնդիրը կատարել է, այդ էմոցիաներին, այդ իրավիճակին չի տրվել։ Այդ ամբողջ գիշեր այդ նահանջը ուսումնասիրելուց հետո առավոտյան կողմ մեր մոտ էլ ինչ որ անհասկանալի վիճակ էր ամեն դեպքում, մենք հասկանում, լավ, մենք խնդիր ունենք դրված, մենք մեր խնդիրը կատարենք, բայց ուր է տանում այդ խնդիրը։ Առավոտյան արդեն լույսը բացված, հավաքվել էինք, որ հասկանայինք ինչ է կատարվում, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք։ Եկավ ինչ որ մեկը ու սկսեց ջղայնացած խոսել այդտեղի ժամկետային զինվորների հետ։ Այս ինչ է կատարվում, ինչի են որոշ ստորաբաժանումներ դուրս եկել բան։
հասկացանք, որ այդտեղի հրամանատարն է Կարեն Ջալավյանը, Քյոխը ավելի հայտնի, այդ նույն մոտավորապես նույն ժամանակում մյուս կամուրջի մոտ գտնվող մեր տղաները եկան, որոնք տենց անցել էին ճանապարհով այդ նահանջի, տեսել էին ահագին լքված զենքեր, նռնակներ եւ այլն, անտառներից ձեն տալով, կանչելով, փնտրելով գտել էին ահագին ժամկետային զինվորներ, դե ծանր հոգեբանական վիճակում են զինվորներ գտնվում, համոզելով բան բերել կանչել էին, մի խոսքով ինչքան կարողացել էին, հավաքել էին մարդկանց, օգնել էին, հասել էին էլի մեր մոտ ու մեր հրամանատարն էլ մեքենայով ինչ որ խնդիր էր կատարում, մեքենայով այդ նույն պահին մոտավորապես վերադարձավ ու նաև ստացվեց այնպես, որ Արայիկ Հարությունյանը էլի այդ ամեն ինչը իմ ասած կատարվեց երևի մի կես ժամում, այդ բոլորը հայտնվեցին նույն տեղում, որ պետքա քննարկենք, հասկանանք հիմա ինչ ենք անում։ Դեռ մեր հրամանատարը այդտեղ չէր հայտնվել, Արայիկ Հարությունյանը տենց ասաց, հիմա սա մեր հայրենիքն է, մենք պատրաստ ենք պահենք։ Մենք ասացինք իհարկե պատրաստ ենք, մենք դրա համար ենք եկել, բայց մենք սպասել ենք մեր հրամանատարը գա ու ինքը որոշում կայացնի մենք ինչ ենք անելու։ Այդպես մեր հրամանատարը եկավ, խոսացին, որոշում կայացվեց, որ մենք մնալու ենք Եղնիկներում եւ նույն օրը երեկոյան հավանաբար էլի կարող է ինչ որ օրեր կամ ժամեր խառնեմ։ Մենք գնացինք արդեն Տոնաշեն եւ հաջորդ օրվա համար, հոկտեմբերի 5-ի համար որոշում կայացվեց, որ մենք իրականացնելու ենք գրոհ Արագասարի վրա, որը իրենց վաշտի ՀԴԿ է ներկայացնում, որը գրավվել էր թշնամու կողմից Եղնիկների պահած առաջնագծի առաջին դիրքերն են, այդ թվում նաև վաշտի ՀԴԿ-ն, որը ընդհանուր տարածքում գերիշխող դիրք ուներ։ Շատ հետաքրքիր էր առավոտը այդ օրվա, ես արթնացել եմ նրանից, որ պատուհանները միանգամից ջարդվեցին, ինչ որ արկեր էին ընկել մեր մոտ, ու տենց միանգամից տենց տագնապային իրավիճակ, վերևից ինչ որ մեկը ընկավ իմ վրա, ես տենց տպավորվել եմ մեջ ու սենց լրիվ այդ ադրենալինը բարձրացած վիճակում մենք գիտենք, որ առավոտյան գնալու ենք այդ գրոհին, այդ իրավիճակով սկսեց, կարելի ասել տագնապով վերկաց արեցինք, հետո արդեն հավաքվեցինք լրիվ պատրաստ վիճակում, սպասեցինք, որ երբ մեզ կապիտան ասեն բարձրանում եք, որ ընդեղից շարժվեք, պատրաստ լինենք։ Այդպես գնացինք առաջին հերթին գնդի հրամանատարական կետ, որտեղ որ Կարեն Ջալավյանն էր լինում պատերազմի ընթացքում, այդտեղից արդեն վերջնական նռնակներ ստանալով, պատրաստվելով, խնդիրը դնելով մեզ ճանապարհեցին Արագասարի գրոհին։ Ես եղել եմ խմբի ավագը, որը մնացել է պոստերից մեկում, դիրքերից մեկում, որտեղից պետք է ապահովեի թիկունքը եւ նաեւ տանկավտանգ ուղղություններ այդ կողմից, այսինքն եթե տանկ կար, այդ ճանապարհից էր գալու, այդ ճանապարհն էլ էինք մենք հսկում։ Այդտեղ իմ իմիջիայլոց ամենամեծ վախերից մեկը բացահայտվեց պատերազմի ժամանակ, իմ ամենամեծ վախը ամբողջ ընթացքում սկզբից մինչև վերջ եղել է այն, որ ես կարողա կորցնեմ իմ հրամանատարին, որովհետև դրանից հետո նաև հետևում էր շատ ավելի մեծ պատասխանատվություն մնացած անձնակազմի համար։ Ու այդպիսի իրավիճակ ստեղծվեց իրավիճակ, երբ որ ինձ այդպիսի նորություն ասացին, մենք արդեն մեր տղաները, որոնք գնում են գրոհի եւ գրոհային խումբը եւ նրանց անմիջապես թիկունքը ապահովող խումբը մտնում են փոխհրաձգության մեջ, եթե նայենք ուժերի հարաբերակցության տեսանկյունից եւ զոհերի հարաբերակցության տեսանկյունից, այդտեղ շատ փայլուն արդյունք են ցույց տալիս, մի քանի տասնյակ անգամ ավել զոհեր են տալիս թշնամին, իսկ մեր տղաներից 4-ը զոհվում են այդ օրը, որը իմ համար իրենց հարյուրավոր եւ հազարավոր զոհերից շատ ավելի թանկ է բնականաբար։ Այդպես այդ ընթացքում երբ որ փոխհրաձգություն սկսվում է, պատկերացրեք մենք մոտավորապես այդ խմբերով ովքեր կազմակերպում են, մենք թիկունքն ենք ապահովում, այդ խմբերով մոտավորապես իրարից մի 300-ից 500 մետրի վրա ենք ճանապարհներով ու մենք լսում ենք այդ
ձայները, որ այնտեղ փոխհրաձգություն է կատարում։ Մենք տեսնում ենք վիրավորներ, որ գալիս են տարբեր ճանապարհներով, այդ նույն տանկավտանգությունից, ասենք, ոտքից վիրավոր մարդ է գալիս, գնում են իրան օգնում են մեր մոտից բերում են այդպես ու արդեն սկսում են գալ մեր հենց ջոկատի տղաները, ում որ ճանաչում ենք ու ինչ որ մեկը ասում է, որ այս մարդիկ զոհվել են, շատ ցավալի իրավիճակ է լինում, բայց ես ասում եմ մենք այստեղ խնդիր ենք կատարում, հիմա եկեք կենտրոնանանք խնդրի վրա, հասկանանք ինչ ենք անելու, էլի սրանից հետո ինչ է կատարում այնտեղ, դեռ ինֆորմացիա չունենք ընդհանրապես, ինչ է կատարում, ինչ ենք մենք անելու, ու ինչ որ մեկը ասում է, որ մեր հրամանատարն էլ է զոհվել ու մեծ մասը զոհվել են, ես ասում եմ նույնիսկ եթե 1-2 հոգի կա, որ մնացել է, մենք մեր խնդիրը այն է, որ իրանք իրանց գործողությունը կատարեն վերջացնեն, մենք ապահովենք իրանց հետ գալը ու մենք ստեղից չենք կարա թողնենք գնանք, պետք է մնանք, մեր խնդիրն ենք կատարում, բարեբախտաբար հետո պարզվում է, որ զոհերը ինչպես որ ներկայացվում էր, տենց բոլորը չէին կամ մեծ մասը չէին, կարծում եմ, որ այդ օրը կանխեց հնարավոր ավելի մեծ կորուստներ, էլի, մեր համար։ Տղաները իրար հետ մարզվել էին, ինչ որ ճանապարհ էին անցել, ոմանք քարորիա պատերազմին էին միասին մասնակցել 16 թվականին, ես ավելի նոր էի, շատերի հետ նոր էի ծանոթացել ու տենց ինչ որ որոշակի վստահություն կամաց սկսեց ձևավորվել իմ նկատմամբ ու մեր հրամանատարը որոշեց, որ ինձ կարելի է ներգրավել նաև որոշ հետախուզական գործողությունների մեջ։ Ողջ պատերազմի ընթացքում 2 անգամ մասնակցել եմ հետախուզության եւ մի քանի անգամ ինձ ինչ որ խմբի հետ ուղարկել են տարբեր դիրքեր այդ դիրքի անձնակազմին օգնելու ավելի ուժեղացնելու համար։ Հոկտեմբերի 24-ին կամ 25-ին որոշում կայացվեց, որ պետք է եղնիկներից ինչ որ ստորաբաժանում գնա Շուշի, վաշտ առանձնացրինք, որ վաշտի դասակներից մեկը կազմված էր միայն մեր ջոկատի անդամներից։ Իսկ Շուշի ասելով ավելի կոնկրետ գնացել ենք Քարինտակի եւ Սղնախի մեջտեղում գտնվող հատված ավելի Քարինտակին մոտիկ, որտեղից կոնկրետ որտեղ որ ես դիրքավորված էի, Սղնախը համարյա ամբողջությամբ երևում էր վերևից։ Իմիջիայլոց, երբ որ մենք գնում էինք այդ գործողություններին, մեզ եկել էր ինֆորմացիա, որ թշնամին եկել է մեր տարածք, ջախջախվել է մեր տարածքում, ուղղակի անտառների մեջ մնացել են մնացորդներ, կենթանի ուժի, որը մաքրելու ոչնչացնելու համար մեզ ուղարկում էին այնտեղ։ Երբ որ մենք գնացինք մի քանի օր մինչև հոկտեմբերի 31-ը գտնվել ենք այդ մեր դիրքերում ու այդտեղ իմ դիրքից կոնկրետ նայում էինք անընդհատ Սղնախ գյուղին ու կարելի է ասել մեր աչքի առաջ Սղնախը ընկավ։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր դրվագ կատարվեց այդտեղ, հանդիպեցի իմ դրանից առաջ որ ծառայել էի Ասկերանի գնդում, այդտեղ ծառայության ժամանակ իմ վաշտից 2 զինվորի ինչ որ խառը իրավիճակ էր, զոհեր էինք ունեցել այդտեղ, հայտնվել էինք ճանապարհի վրա ու սենց ինչ որ մեծ երթ էր կազմակերպված, որ մի տեղից մյուս տեղն էինք գնում ու ես խոսում էի, ինչ որ բաներ էի ասում, չգիտեմ, հիմա չեմ կարա դաժե հիշեմ ինչ էի ասում, բայց լսեցի շատ հեռվից, դե աղմուկի մեջ պատկերացրեք գիշերվա ժամ բոլորը իրանց իրերով, փամփուշտներով, զենքերով, ինչ որ չխկոցներ, բաներ, ցինկերով եւ այլն, այդ աղմուկի մեջ շատ հեռվից լսեցի, որ ինչ որ մեկը ասում է, այս պարոն լեյտենանտի ձայնն է լսվում։ Ու տենց ուշադրություն չդարձեցի, որովհետև մեր հետ կային նաև եղնիկներից եկած ստորաբաժանումներ, որտեղ ժամկետային զինծառայողներ էին իրենց դասակի հրամանատարի հետ։ Ու մեկ էլ ինչ-որ մեկը իմ հետևում կանգնեց, ասաց պարոն լեյտենանտ, ու ես հասկացա, որ սա արդեն հաստատ ինձ աղված, պտտվեցի, տեսա, որ իմ Ասկերանի գնդում ծառայած ժամանակվա իմ վաշտի զինվորներից են, որոնք որպես ուժեղացում գնացել էին Սղնախ, 3 հոգով կրակի աջակցման դասակից։ Այնտեղ երկուսը դուրս էին եկել, հետո բարեբախտաբար զանգեցի ճշտեցի, որ երրորդի հետ էլ ամեն ինչ նորմալ։ Տենց ինչ որ հետաքրքիր կյանքի դրվագներ են դրանք, որոնք չեմ պատկերացնում, որ երբևէ կմոռանամ։
մի ուրիշ բան, որ ինձ շատ ոգևորեց, շատ ոգեշնչեց, հենց Քարինտակի եւ Սղնախի այդ արանքում գտնվելու ընթացքում մեր մոտ բերեցին Հադրութից ստորաբաժանում, ավելի ճիշտ ցավով ասեմ, ստորաբաժանման այն մարդկանց, ովքեր մնացել են այդ ստորաբաժանումից 18-ից 20 տարեկան ժամկետային զինվորներ, որոնք օրինակ զինվոր կար դասեկից կամ 2 կամ 4 հոգի էին ողջ մնացել, ու իրանք տեսել էին մեքենայի մեջ նստած, իրենց մեքենային էին խփել, 2-3 հոգի ողջ էին մնացել։ Մեր ընկերներից մեկը, Միքայելը, այդ զինվորներին ժամկետային, որ բերեց մեր մոտ, այն հատվածը, որտեղ որ ես էի, բերեց ինձ ներկայացրեց ու ինձ ներկայացրեց, ասաց շատ փորձառու, հմուտ հրամանատար է, ես ընդհանրապես չէի սպասում, որ ինձ տենց կներկայացնեն, ես ընդամենը դասիկի հրամանատար էի, որոշ բաների միջով անցած, բայց որ տենց ներկայացրեց, արդեն ես, փորձառուն միայն չնշեց, նշեց շատ գիտելիքներով հարուստ, ես մտածի, որ չէ, այս երեխեքը լրիվ արդեն իմ պատասխանության տակ են, իրանց դիրքերը ասեցի, որտեղ պետք է լինեն, ու այդ իրանց գալու օրը կամ հաջորդ օրը փոխհրաձգություն սկսեց, արդեն Սղնախը գրաված, մեր վրա սկսեցին կրակել, փոխհրաձգություն սկսեց, ու այդ էլ է շատ հետաքրքիր, ինչ որ մի հատ իրավիճակ էր, որ 1 կամ 2 օր կրակոցներ չէին եղել, ինչ որ չափով շատ հոգնած էինք, մի քանի օր այդտեղ էինք գտնվել, մեր մոտի տղերքին ասեցի հանգստացեք, ես մենակ նստեմ, եթե ինչ-որ բան լինի, այդ հանգստանալու տեղից գարեք, այդ մի քիչ ավելի հետ էր, փոսի մեջ, ապահով տեղ էր, էլի։ Ու հենց այդ ժամանակ սկսվեց ամեն ինչ, ես շատ լավ հիշում եմ, ես իմ սաղավարտ զրահաբաշխությունը համարյա չէի հանում, շատ կարևորություն է տալի անվտանգությանը, ժամանակ հանեցի, ասեցի, ես էլ հանգստանամ ու այդ փոսի մեջ նստած, ինչ-որ բան էի խմում, ու ռադիոն, սենց ռադիոկայանը կողքիցս կախած էր, ու սկսեց սենց մենահատ կրակոցներով մի քանի հատ, սենց նստած տեղից ասեցի, մենակ թե հիմա չսկսի էլի, կոնկրետ մեր բանը, փոխհրաձգությունը, հիմա պրոստը շատ հոգնած եմ, գնացել են սաղ հանգստանան, սպասում եմ իրանք հանգստանան, հետո ես եկա հանգստանամ, հիմա տենց ինչ-որ բոլորով շատ հոգնած ենք, ասեցի մենակ հիմա չսկսի, մեկ էլ ռադիոն որ կախած էր, ռադիոից լսեցի Մխոյի ձայնը, ով որ եթե չեմ սխալվում, կապի դասակի հրամանատարի տեղակալն էր, Մխոն կապ տվեց ու ասեց մտան գոռալով, ու ես համ լսում էի ռադիոյի մեջից իր ձայնը, համ երևի մեզնից մի 300-400 մետրի վրա էին իրանց դիրքերը, տեղից էի լսում ուղիղ ձայնը, ու այդ որ ռադիոյով կապը տվեց, արդեն կրակահերթերը ինտենսիվացան, այդ բոլոր իմ հետ եղած տղաները, ովքեր հանգստանում էին այդ բային, շատ կարճ ժամանակում եկան իրենց դիրքերը զբաղացրեցին, ահագին աշխատեցին կտեղից ու դրանով, եթե նպատակը մեր հատվածը ճեղքելն էր, չճեղքեցին, հետո խաղաղվեց, կարծում եմ, որ ահագին զոհեր տվեցին թշնամիները, ու ինչի համար, այս պատմությունը միգուցե մի քիչ խառը ստացվեց, բայց Հադրութից եկած ժամկետային զինվորները շատ ոգևորված էին հենց այդ փոխհրաձգությունից, ու երբ որ մի քիչ դադարեց, մի քիչ հանգստացավ, ինձնից երևի մի 6-7 մետրի վրա մի հատ խրամաբջիջ ունեին, այդտեղ էին, ասացի կարող է վախեցած լինեն, էլի գնամ տեսնեմ ոնց են, ինչ իրավիճակ է, գնացի իրանց մոտ, իրանք շատ ավելի ոգևորված էին, քան մեր կամավորները, ու ասում են կապ չունի, մեր հրամանատարը հիմա ինչ էլ որոշի, մենք արդեն ստեղ ենք մնում, ձեր հետ ենք մնում եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ հիմար մարդը ընդհանրապես վախեր չունի, ուղղակի պետք է այդ վախերի երեսին նայել ու հաղթահարել այդ վախերը։ Ու հաստատ կան արժեքներ, որոնք շատ ավելի բարձր են, քան այդ վախերը եւ այն թվացial բաները, որոնք այդ վախերը պաշտպանում են։ Նախ վախը ինքը իրանով ոչինչ չի պաշտպանում, բայց ստիպում է, որ դու ինչ-որ բաներ արժևորես։ Ես միշտ համարում եմ, որ այն ամեն ինչը որ արժևորում ես վախի միջոցով, դրանցից շատ ավելի շատ արժեքավոր բաներ կան։ Երբ որ մարդը իրան համարի մի մեծ ընդհանուր ինչ-որ բանի հատված, հիմա հայրենիքի մասին եմ խոսում, եթե մարդը այդ գիտակցությունը ունենա, որ ինքը այդ հայրենիքի մեջ մի գործիք է,
հնարավոր չի, որ ինքը սեփական կյանքի համար վախենա։ Պետք է հնարավորինս շատ հասկանանք դա ու ապրենք դրա հետ։ Ու այս իմ ասածը չի նշանակում, որ վախերը բացառվում են։ Ուղղակի երբ որ վախը քեզ փորձում է քաշի մի կողմ, քո գիտակցությամբ պետք է դու քաշես այն մի կողմ, ասես չէ, ես իմ կաշվի համար չեմ դողում։ Եթե խոսում ենք նրա մասին, թե պատերազմը ինչ տվեց ինձ, առաջինը մտածում եմ արժեքների վերադասավորման մասին։ Շատ բաներ կան, որ կարող է դրանից առաջ մեր առօրյա կյանքում կարևոր թվային, պատերազմից անմիջապես հետո այդ արժեքները լրիվ վերադասավորվեցին։ Ինչ որ բաներ դարձան լրիվ անկարևոր, ինչ որ բաներ դարձան պակաս կարևոր։ Սա կարևոր բան է, որ պատերազմը տալիս է, բայց սա միայն առավելություն չի արժեքային։ Ստեղ շատ վտանգավոր հատված կա, որ եթե այդպես արժեքները վերադասավորում ես, դու կարող ես սկսես ուղղակի չապրել։ Քո համար կյանքի բոլոր դրվագները կամ բոլոր որոշումները, բոլոր դրվագները, հաճույքները, չգիտեմ, ժամանցի միջոցները եւ այլն, բոլորը կարող են արժեզրկվել։ Եթե դու դրա մեջով անցնում ես ու արժեզրկում ես ամեն ինչ քո համար, դու սկսում ես չապրել։ Կարող է ապրելու կոչերը, որը ես վերջին շրջանում անում եմ բոլորին, ասում եմ, որ շատ կարևոր է, որ դու որոշակի քո կյանքով կարողանաս ապրել։ Մենակ չմտածես ընդհանուրի խնդրի մասին ու դրանով տանջվես, այլ նաև քո անձնական նեղ կյանքը ունենաս ու դրանով ապրես։ Շատ կարևոր է ու շատերին կարող է թվա, որ դա ինչ-որ եսասիրության դրսևորում է, ու ես ասենց հանգիստ ասում եմ, որովհետև իմ մոտ տարիներ շարունակ այդ մեղքի զգացողությունը կար, որ ինչպես ես կարող եմ իմ կյանքով ապրել, ինչ-որ բաներ վայելել, այս ամեն ինչից հետո, երբ որ կորցրել եմ ընկերներ, երբ որ մարդկանց ճակատագրեր են փոխվել պատերազմից հետո, այդ մեղքի զգացողությունը կար, բայց միևնույն ժամանակ ես այսօր խոսում էի բարձր նպատակի մասին, որ մենք բոլորս պետք է ունենանք, մենք հասկանում ենք, որ այդ նպատակին հասնելու համար մենք ինչ-որ ջանքեր պետք է գործադրենք, մեր ռեսուրսը պետք է կիրառենք ու խնդիր կատարենք, ու երբ որ դու չես ապրում, քո սեփական կյանքը չես պահում, այդ ռեսուրսը մի քանի անգամ քչանում է։ Ու դրա համար իմ մոտ շատ դժվար է ստացվել այդ մտքին գալը, բայց միևնույն ժամանակ դա հորդորում եմ բոլոր պատերազմի մասնակիցներին։ Դու պետք է որոշակի սեփական առանձին նեղ կյանք ունենաս, դրանով ապրես, որպեսզի դրա ստեղծած անձնական ռեսուրսը կարողանաս ծառայեցնես ընդհանուրի շահին։ Միշտ իմ առաջ ունեցել եմ բարձր, գերագույն ինչ-որ խնդրի կատարում ու ասել եմ, ես այդ խնդրի կատարմանն եմ հիմա նվիրված։ Եթե ես այդ խնդրի մասին մոռանայի, այն մնացած բոլոր շեղող հանգամանքները, վախերը, այդ ամեն ինչը կարար թուլացներ ինձ։ Փորձել եմ այդ խնդրի տեսիլը միշտ պահել իմ մեջ։ Ու շատ հաճախ մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր զոհվեցին, իրանք երջանիկ զոհվեցին, որովհետև այդ խնդրի տեսիլը իրանց մեջ կար։ Իսկ այն մարդիկ, ովքեր պատերազմը ավարտեց կապիտուլյացիայով, պարտությամբ, ու հետո տարիներ շարունակ ոչ միայն իշխանությունների կողմից, նաև ժողովրդի կողմից, ժողովրդի մեջ սկսեցին տեսնել այդ պարտության կապիտուլյացիայի արդարացումները, այդ խնդրի տեսիլքի, այդ նպատակի պատկերը մարմնավորումը սկսեց արժեզրկվել։ Իհարկե ամեն մարդ իր մեջ է պահում արժեքը, բայց դու ապրում ես հասարակության մեջ ու հասկանում ես, որ գնալով ավելի քչանում են այն մարդիկ, ովքեր դա արժեք են համարում, ովքեր այդ տեսիլը ունեն։ Իսկ մենք մի խումբ մարդկանցով դա ունենալով պատրաստ ենք եղել մեր կյանքը տանք։ Իմ կարծիքով ընդհանուր ժողովրդի համար, ազգի համար այդ տեսիլքը ունենալը շատ կարևոր է ու հնարավոր բոլոր միջոցներով պետք է այդ տեսիլքի մասին խոսանք, նպատակի մասին խոսանք, ազգային նպատակի մասին խոսանք ու հասկանանք ոնց ենք հասնելու դրան։ Ոչ թե հասկանանք կարող ենք հասնել, թե չենք կարող հասնել, հասկանանք ինչպես ենք դրան հասնելու։ Ես շատերից եմ լսում այդ արտահայտությունը, որ մենք չենք պարտվել, կամ ես լսում եմ այն արտահայտությունը, որ
պարտվել են քաղաքական գործիչները, դիվանագետները, բոլորը, բայց ժողովուրդը չի պարտվել կամ հայ զինվորը չի պարտվել։ Ես անձամբ չեմ կարող ընկալել ինչպես նորմալ մտածող հայ մարդը պարտության մեջ իր չափաբաժինը չի տեսնում եւ չի կրում։ Մենք բոլորս ենք պարտվել։ Եթե մենք ունեինք հնարավորություններ ինչ-որ բաներ անելու պատերազմից առաջ ու չենք արել, ուրեմն մենք դրանով նպաստել ենք պարտությանը։ Եթե ունեինք հնարավորություն պատերազմի ընթացքում անելու չէինք արել, նպաստել ենք պարտությանը։ Եթե պատերազմից հետո ունենք հնարավորություններ ինչ-որ բաներ անելու ավելի ուժեղ լինելու ու չենք անում, ուրեմն վստահ եղեք, որ նպաստում ենք հաջորդ պատերազմի պարտությանը։ Եվ ինքնախաբեություն է ասել, որ մենք դրա մեջ մեղք չունենք։ Բոլորը մասնակից են այդ պարտությանը։ Ամեն մեկը իր չափով։ Եվ իմ ասածը երբեք նաև պետք չի ընկալել, որ ես արդարացնում եմ ղեկավարությանը կամ քաղաքական իշխանությանը։ Նրանց մեղքը շատ ավելի մեծ է։ Բայց չի կարա իմ կարծիքով մտածող մարդը իրեն հայ զգացող, ընդհանուրի շահը գիտակցող, հարազատ զգացող իր հայրենիքի հետ, չի կարող այդպիսի մարդը այդ պարտության մեջ սեփական մեղք ընդհանրապես չտեսնի։ Կարող ես տեսնել նաև ուրիշների մեղքերը։ Կարող ես վերլուծել խնդիրները, շատ կարևոր է։ Հաջորդ հաղթանակի համար շատ կարևոր է խնդիրները վերլուծելը ու հասկանալ ինչ ճանապարհով են գնում այդ հաղթանակին։ Բայց ես չեմ պատկերացնում չտեսնել պարտության մեջ սեփական մեղքը։ Մի քիչ անձնական բան ասեմ, ես պատերազմից հետո ալկոհոլ չեմ օգտագործում։ Դա ինչ որ բազմաթիվ բաներից, որ իմ կյանքում կար, ինչ որ մեկն է, որից ես հրաժարվել եմ ու հրաժարվել եմ սկզբունքով, որ մեր կորցրածը պետք է ետ բերենք, նոր ես ինձ իրավունք վերապահեմ, այսպես ասած, ուրախանալու այդ միջոցով։ Ես արդեն խոսեցի նրա մասին, որ ուրախանալը մեր կյանքից չենք անում, չենք բացառում, բայց ինչ որ մի կետ իմ համար բացառել եմ, ասել եմ պետք է հետ բերենք Արցախը։ Ու այո, ես կարամ պնդեմ, որ Արցախի խնդիրը իմ անձնական խնդիրն է։ Ու ամեն ինչ պետք է անենք, որ հետ բերենք։ Միևնույն ժամանակ պետք է ավելի գլոբալ նայենք պատկերին։ Մենակ Արցախը չի, որի նկատմամբ մենք պետք է պահանջներ ունենանք։ Ուղղակի Արցախը ավելի թարմ վերք է։ Մենք պետք է նախ եւ առաջ կարողանանք որպես հայ ժողովուրդ ձևակերպենք մեր նպատակը։ Ինչպիսի հայրենիք ենք ուզում։ Որն են այդ հայրենիքի սահմանները։ Հիմա շատ գաղափարական ընկերներ կան, որ դրա մասին խոսում են, բայց երբ որ նստում ենք, սկսում ենք ավելի կոնկրետացնել օրինակ այդ սահմանները որն է, պարզվում է, որ շատերի մոտ նույնիսկ այդ սահմաններն են տարբեր։ Ինչ որ մեկի համար Արցախը հետ բերելը դարձնում է Հայաստանը ամբողջական, ինչ որ մեկի համար Արցախն ու Նախիջևանը, ինչ որ մեկի համար Արևմտյան Հայաստանը ու ինչ որ մեկի համար մեծ հայքը։ Մեծ հայքը նույնպես, երբ որ հարցնում ես մարդկանց, տարբեր ձևի են նկարագրում։ Այդ նպատակը, այդ տեսլականը, որպես երկիր, ազգ պետք է ունենանք։ Պետք է ձևակերպենք ու հասկանանք ուր ենք գնում։ Ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դրա մեջ ոչ մի նշաձող չկա, որին բոլոր պետությունները վատ են վերաբերվում։ Այդպիսի տեսլականներ շատերը ունեն։ Դու կարող ես ճիշտ գնահատել քո ուժերը, քո դիրքը աշխարհաքաղաքական դաշտում եւ միևնույն ժամանակ ասել ես ունեմ իմ դիրքը, ես ունեմ իմ ռեսուրսները եւ ես ունեմ պատմական իրավունք ինչ որ հավակնություններ ունենալու։ Ոչ մեկ իրավունք չունի այդ պատմական իրավունքից զրկելու։ Ոչ մեկ այդ պատմությունը ջնջելու իրավունք չունի։ Բացի մեզնից։ Եթե Արցախը թարմ է, ես անձամբ եղել եմ, հիշում եմ, ես անձամբ երբեք չեմ կարա մոռանամ, ինչ որ բաներ կա, որ թարմ չի ու փորձում են ջնջել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չջնջվի։ Ու նաև պետք է ամեն ինչ անենք, որ դա ստանա շատ հստակ ձևակերպումներ, թե մենք ունենք գնում։